հիմնականում ձեր ելույթի ընթացքում եք խոսում անդադ հիբրիդային պատերազմների ու ընդհանրապես որ տեղակ չեք այդ ինչա չեք լսել ինչի մասին է խոսքը, բայց կա կոնկրետ առաքելություն, որը ուղղված է հյուսիսին հիբրիդային սպառնալիքների դեմ, այդ սցենարը կոնկրետ այդ հիբրիդային սպառնալիքների մասին է։ Հիմա կուզեմ մի փոքր ավելի հանրամատչելի, կոնկրետ թիրախային օրինակներով ներկայացնել մեր հանրությանը։ Կա մի հարթակ, որը կոչվում է ԵՄ vs Disinfo։ Այնտեղ ուսումնասիրություն է կատարվում հիմնականում ռուսական պրոպագանդիստական թեզերը, ինչպես են պրոյեկտվում կոնկրետ օրինակ հետսովետական պետությունների վրա, օրինակ այն պետությունների վրա, որը համարվում է ըստ ԵՄ-ի նաև ռուսական ազդեցության գոտի։ Հետո այդ սցենարները պրոյեկտում ենք մեր պետության վրա։ Օրինակ, սկզբում անվտանգ շատ տենց եվրոինտեգրման, եվրոպամետ հայտարարություններ են տեղի ունենում, օրինակ քաղաքական ուժն ասում է. մենք դեմ չենք ԵՄ-ին, մենք կողմ ենք եվրոպական ինտեգրմանը, բայց այն պետք է բխի Հայաստանի շահերից։ Ով կարող է դրան դեմ գնալ։ Մենք կողմ ենք ԵՄ-ին, բայց Հայաստանը չպետք է դառնա արևմուտքի աշխարհաքաղաքական գործիքը։ Բնականաբար մենք կողմ ենք ԵՄ-ին, բայց մեզ ստիպում են ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև։ Մենք կողմ ենք ԵՄ-ին, բայց եվրոպական ինտեգրման անվան տակ չպետք է կորցնենք մեր ինքնիշխանությունը։ ԵՄ ինտեգրում, արտաքին կառավարում, ինքնիշխանության կորուստ, Ռուսաստանի հետ հակամարտություն, անվտանգության վտանգ, sense հետագիծը այս հայտարարությունների։ Դրանից հետո ներմուծվում է մի հատ այլ թեզ. ԵՄ-ն հավասար է Թուրքիա, հարգելի գործընկերներ։ Դրան ավելացվում է ավանդական արժեքների պաշտպանության գիծը։ Մենք Եվրոպայի դեմ չենք, բայց եվրոպական ինտեգրումը չի կարող նշանակել մեր ազգային, ընտանեկան եւ քրիստոնեական արժեքներից հրաժարում։ Այս թեզերը ամբողջությամբ տեղավորվում են ռուսական պրոպագանդիստական սցենարների հետևում։ Մարդուն դու չես ասում մի գնա Եվրոպա, մի Եվրոպ ինտեգրվի։ Ասում ես իհարկե գնա Եվրոպա, բայց իմացիր, այնտեղ գնալով կարող ես կորցնել ինքնիշխանությունդ, անվտանգությունդ, Ռուսաստանին, ազգային արժեքներդ, մեկ էլ ամենակարևորը չմոռանամ հատուկ ձեր համար, հայտնվել Թուրքիայի ազդեցության տակ։ Ես օրինակ չեմ խոսելու այս ամեն ինչը ինչպես ենք պրոյեկտում ձեր ուժի եւ մեր պետության քաղաքականությունների վրա, չեմ խոսելու օրինակ պարոն Կարապետյանի անձնագրի նշումից FSB-ի, չեմ խոսելու ռուսական կապիտալից, բոլորի արձագանքները տվել եք։ Տիկին Հովսեփյանը անդադ խոսում էր կոմունիկացիայից, որպեսզի հստակ լինի մեր կոմունիկացիան։ Ես ցիտելու եմ ուղղակի, հիշենք նախորդ սցենարը եւ պրոյեկտենք այս խոսությունների վրա։ Սամվել Կարապետյան 1806-2026 Հայաստանը չպետք է դարձվեր հակառուսական կենտրոն։ Ով է ասել էլ այս հայտարարությունը, հարգելի գործընկերներ։ Իհարկե, Զախարովա։ ԵՄ գիծը Հայաստանը տանում է Բրյուսելի հակառուսական գծում անշրջելի ներգրավման։ Էլ ով է ասել Սիմոնյան, գիտեք, պարոն Վարմանյանը չգիտի, Մարգարիտա Սիմոնյան։ Փաշինյանը սկզբանե իշխանության է եկել հակառուսական կարգախոսներով։ Հաջորդը Սամվել Կարապետյան, Եվրոպայի հետաքրքրության հիմքում հակամարտությունն է Ռուսաստանի հետ։ Զախարովա, արևմուտքի իրական թիրախը Ռուսաստանն է, ոչ թե Հայաստանը։ ԱՄՆ արևմուտքի հետաքրքրությունները Հայաստանում Զախարովան ոչ թե բացատրում է Հայաստանի ինքնիշխան որոշումներով, այլ պարտադիր աշխարհաքաղաքական շահերով։ Հաջորդը Նարեկ Կարապետյան, թող պայմանավորվի Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող է բերել ծանր հետևանքներ։ Շատ պարզ, բնական տեքստ է։ Կիսիլով ԵՄ ուղղությունը Հայաստանին տանում է դեպի ուղիղ աղետ։ Սամվել Կարապետյան, Զելենսկուն Հայաստանի հրավիրելը սխալ է Ռուսաստանի մեր դաշնակցի նկատմամբ։ Ռուսական պետական մեդիան, ամբողջ պետական մեդիան Զելենսկու այցը ներկայացրել է որպես Հայաստանի հակառուսական ուղղության ցուցիչ։ Եվրոպական քաղաքական համայնքի վերաբերյալ հայտարարություններին գործընկերս նշեց, ես չեմ ուզում ասել։ Վերադառնանք ամենավերջի թեզին, որը ձեր ամենասիրածն է, ասում է, ընդդիմության նպատակը միայն իշխանության, այս պարոն Կարապետյանն է ասել, էլի, միայն իշխանություն չէր, այլ կանխելու թուրք-ադրբեջանական ծրագրերը, որը պատրաստվում է իրականացնել Փաշինյանը, հատկապես երբ թուրքական ազգայնական շարժում ունդեղ բերում է Թրամփի ուղի, Զանգեզուրի միջանցք, Թուրանի միջանցք հայտարարություններ, որը Իրանը չի ցիտում ամարտը։ Էլի եկանք նրան, որ ԵՄ-ն եւ մեր Հայաստանի իշխանությունները թուրքական են, պրո-թուրքական են, բայց ԵՄ գնալը հավասար է Թուրքիա։ Դուք եք, չէ՞, պարոն Կարապետյան, ասում,
ոնց ենք գնալու ԵՄ, սենց աչ նայում ենք, Թուրքիայով պտիկն ենք։ Էդ էլ է այն EU VS Disinfo կայքում, էդ էլ է ռուսական թեզ։ 10-ում եւ ամբողջ պետական մեդիայում Հայաստանը ցանկանում է ԵՄ։ Սա արդյոք շեղող մանևր է դեպի թուրքական աշխարհ շարժումից։ ԵՄ թուրքական աշխարհ, Սպուտնիկ, եվրոպական գազար թուրքական համով, Սպուտնիկ, ԵՄ կարթա Թուրքիա եւ Ադրբեջան։ Այս թեզերի շրջանակում ամբողջ խնդիրը գիտեք ինչու՞մն է։ Ոչ ես եմ ասում, ոչ էլ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի ձեզ ասելու ռուսամետ։ Բայց դա չգիտես ինչի, եւ ռուսական կողմն է կրկնում իրեմս նախագահի, եւ եվրոպական կողմն է ասում, որ դուք ռուսական կողմնորոշում ունեք։ Եվրոպական խորհրդանի հետազոտական ծառայությունը Սամվել Կարապետյանի քաղաքական դերակատարումը վերլուծում է Ռուսաստանի Հայաստանի ընտրությունների վրա ազդեցության փորձերի համատեքստում եւ ներկայացնում նրա ռուսական կապերի վերաբերյալ հետաքննությունները։ Եվրոպարլամենտի կայքում, ԵԽ-ի կայքում կա, կարող եք ծանոթանալ։ Reuters-ի հետաքննությունն ավելի հեռուն է գնում։ Այն գրում է, որ արևմտյան հետախուզական պաշտոնյաների տվյալներով Ռուսաստանի նախընտրելի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Հետախուզական տվյալներ։ Նաև ռուսական ազդեցության գործողությունները կապում է պրոռուսական թեկնածուների աջակցող ապատեղեկատվական արշավների հետ։ Տիկին Հովսեփյանը շատ հաճախ նշում էր բազմակենտրոն արտաքին քաղաքականության մասին, երևի դա բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է։ Ես ուզում եմ ձեզ բերել Հայաստանի իշխանությունների վերջին տարիներում կատարված աշխատանքի շնորհիվ կնքված ռազմավարական փաստաթղթերը։ Բազմակենտրոնության մասին եք խոսում ու մեզ մեղադրում եք ոչ բավարար ջանքերի համար։ Ուրեմն ԱՄՆ, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, ԵՄ ռազմավարական օրակարգ, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Խորվաթիա, Լիտվա, Ղազախստան, Չինաստան, Վրաստան։ Իրանի հետ էլ բանակցությունները շատ ավելի խորն են հասել։ Ուզում եմ հասկանալ, որն է այն նախորդ կրկնածես համատեքստում, էլի, որն է ձեր բազմավեկտորությունը ու մեր արդեն կատարած աշխատանքը։ Ամենավերջում ավելացնեմ մի կարևոր հանգամանք։ Հայաստանը կարող է եւ պետք է ունենա Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ համագործակցություն, որը մեր ամբողջ այս տարիների ընթացքում կրկնած հետագիծն է, բայց դա ընդհանրապես չի նշանակում, որ պետք է Հայաստանի քաղաքական ընտրության վրա արտաքին տնտեսական կամ անվտանգային ճնշումը արդարացնել։ Ինչպես դուք այս օրերի ընթացքում անում եք բազմիցս, օրինակ արդարացնում եք տնտեսական ճնշումները ասելով, որ դա Հայաստանն է մեղավոր, ինչպես նաև անվտանգային ճնշումներն է արդարացնում ձեր գործընկերը, ուշադրություն ժողովուրդ ջան, սենց բան չէի լսել։ Հապկի գործողությունները, որպեսի արդարացնեն, մարդիկ ասում են, այդ տարի նախագահել է հապկը Հայաստանը, այդ ինչ է նշանակում, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը դիմում է ուղղել հապկին, ինչ իրան է դիմել։ Եվ հետևաբար չէր կարող հապկ այլ անդամ այլ պետությունները գործողություններ կատարեին։ Ավելին, մի քանի սխալ պնդում էլ ավելացրել է, տենց ԶԱՍ-ին չի ընդունել է 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մի անգամ իր պատմության